Հարգելի հայրենակիցներ, 2 տարեկան Տիգրանի մասին է խոսքը, ում համար երեկ ես կանխատեսում եմ տարել, ես նաև կապվել եմ ծնողներից մեկի հետ, ում ես տեղեկացրել եմ և ասել եմ, պետք է փնտրեն տղամարդու։ Ես կխնդրեի, որպեսզի ինքնախապեյությամբ չզբաղվեք, ես տեսել եմ, ինչ-որ աղոթքներ են անում, սա են անում, նա են անում, մի զբաղվեք ինքնախապեյությամբ և եղեք ռեալիստ։ Ես նորությունները, որը հայտնել եմ, ես դա հայտնել եմ այն համարին, որ նշված է եղել և ես կիսվել եմ Տիգրանին, ովքեր փնտրում էին, ասելով, որ այսինչ համարին եթե տեղեկություն ունենաք, տեղեկացրեք։ Ես նախորոք արդեն 3 խոսել եմ նրանց հետ և ես տեղեկացրել եմ, որ ես կատարել եմ բացահայտում և ինչ պետք է ես ինֆորմացիան տվել եմ և ես խնդրել եմ, որպեսզի փնտրեն տղամարդու, որովհետև սա կապ ունի այնպիսի ինֆորմացիայի հետ, որ ես շատ ավելի ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև ես կոնկրետ գիտեմ, որ տղամարդու մատ է խառը, ում Տիգրանը տեսել է և ծնողներն էլ են տեսել, ճանաչում են դեմքով, ինչպես կարող է լինել հարևան, այնպես կարող է լինել բարեկամ կամ ընկեր, նաև այս վարիանտն էլ է հնարավոր։ Ես կարծում եմ նրան համոզել են, որովհետև նա չէր կարող այդքան արագ քայլեր և կապ ունի ջրի հետ, բայց ես կարծում եմ սկզբից եղել է առևանգում, ինչ ինֆորմացիան, որ ես տվել եմ, իսկ այն թե ինչ ինֆորմացիա պետք է սպասենք, կհաղորդեն, ես փոխանցել եմ այդ ինֆորմացիան, որը որ տեսնում եմ տղամարդու, այն համարը, որը որ եղել է, երբ փնտրում էին, խնդրել էին, որ եթե նորություններ իմանան, ինֆորմացիան փոխանցեն իրեն։ Սա առաջի, ոչ էլ վերջի իմ բացահայտումներից է, ես կխնդրեի մեր հայ ազգը լինի բավականին զգոն և շատ ուշադիր, որովհետև անցյալ տարվա դեռ առևանգումները այս տարի էլ դեպքեր կարող են լինել, բայց ինչ կապված է երեխայի հետ, մենք շուտով նորությունները կարող ենք լսել, իսկ երբ կլսենք մենք Տիգրանի մասին ինֆորմացիաները, որ նրան գտել են, դա կապ ունի 2 թվանշանի հետ և այս տղամարդու հետ, հենց սկզբից էլ ես այս տղամարդուն տեսել էի, կապ ունի այս տղամարդը, նրա անհետանալու